Վայ, անհավանական է։ Տես թե ինչպես են այս բոլոր մրգատու ծարարը։ Մի քանի ամիս առաջ մենք փորձեցինք մի տեխնիկա, որի մասին գրեթե ոչ ոք չի խոսում, եւ արդյունքը սա է եղել։ Այսօր ես քեզ քայլ առ քայլ կսովորեցնեմ տուրնիկետի մեթոդը, մի շատ པարզ տեխնիկա, որը կօգնի քեզ ստանալ տպավորիչ քանակությամբ միրգ եւ բացի այդ, եթե ցանկանաս, կարող ես օգտագործել այն նոր մրգատու ծար ստանալու համար։ Ընտեսուն եկեք տեսնենք։ Այսօր ես այս տեխնիկան կիրառելու եմ այս կիտրոնենու վրա, որը հազիվ 2 տարեկան է։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս նույն մեթոդը կարելի է հիանալի կերպով կիրառել շատ ավելի մեծ եւ շատ ավելի տարիքով ծառերի վրա։ Այս դեպքում ես աշխատելու եմ միայն մեկ ճյուղի վրա, որպեսզի դու կարողանաս հստակ տեսնել ամբողջ գործընթացը։ Ացի այդ, այս ծառն իրականում այս խթանման կարիքը չունի, քանի որ այն շատ առողջ է, մեծ ուժ ունի եւ ինչպես տեսնում ես, արդեն լիքն է մրգով։ Բայց հենց դրա համար էլ են կատարյալ է քեզ այս տեխնիկան սովորեցնելու համար առանց ծառի զարգացումը վտանգի ենթարկելու։ Առաջի հերթին մենք կմաքրենք այն հատվածը, որտեղ աշխատելու ենք։ Հեռացնում ենք այն տերևները, որոնք կարող են խանգարել, եւ ճյուղը լիովին ազատում ենք։ Որքան մաքուր լինի հատվածը, այնքան ավելի հարմար կլինի աշխատելը եւ ավելի լավ կտեսնենք ամբողջ գործընթացը։ Հիմա մարկերով նշելու ենք այն ճշգրիտ կետը, որտեղ տեղադրելու ենք լարը։ Այս փոքրիկ մարուկն օգնում է մեզ աշխատել ճշգրիտ եւ տեղադրելուց հետո չտեղաշարժել ամրակը։ Իսկ հիմա գալիս է ամենակարևոր մասը։ Սա է լարն, որը մենք օգտագործելու ենք։ Ինչպես տեսնում ես, այն բացարձակապես ոչ մի առանձնահատուկ բան չունի։ Սա ցինկապատ լար է, որը կարող ես գտնել գրեթե ցանկացած շինանյութերի խանութում։ Կարիք չկա գնել որևէ տարօրինակ նյութ կամ հատուկ գործիքներ։ Այս լարի հաստությունը մոտավորապես 2-ից 3 մմ է, ինչը հավասար է մոտավորապես 1/8 դյույմի։ Պարտադիր չէ նաև, որ չափը ճշգրիտ լինի։ Կարևորն այն է, որ այն բավականաչափ ամուր լինի, որպեսզի հնարավոր լինի լավ ձգել առանց հեշտությամբ կոտրվելու կամ դեֆորմացվելու։ Հիմա պարզապես կտրում ենք լարի մի կտոր։ Երկարությունը կախված կլինի ճյուղի հաստությունից։ Եթե ճյուղն ավելի հաստ է, մեզ մի փոքր ավելի շատ լար կպահանջվի։ Եթե այն ավելի բարակ է, մեզ ավելի քիչ կպահանջվի։ Ին դեպքում ես կկտրեմ մոտավորապես 10 սանտիմետր մոտ 4 դյույմ երկարությամբ մի կտոր, քանի որ այն ճյուղը, որի վրա աշխատելու եմ, բավականին փոքր է։ Կարևորն այն է, որ բավականաչափ լալ ունենաս ճյուղը լիովին շրջապատելու եւ ակցիանով սեղմելուց առաջ մի քանի պտույտ տալու համար։ Կտրելուց հետո այն ամբողջությամբ փաթաթում ենք ճյուղի շուրջ եւ մի քանի պտույտ տալիս, որպեսզի այն լավ տեղավորվի։ Այս կերպ։ Այս պահին դեռ կարիք չկա այն ամբողջությամբ սխմելու։ Մենք պարզապես ուզում ենք այն թողնել ճիշտ դիրքում։ Իսկ հիմա ակցիանի օգնությամբ սկսում ենք կամաց-կամաց պտտել։ Արեք դա առանց շտատեյու։ Կարևորն այն է, որ լարը աստիճանաբար ձգվի, մինչև այն լիովին ամուր դառնա։ Եվ ահա ամբողջ մեթոդի գաղտնիքը։ Լարը պետք է լավ ձգված հիմի։ Մենք չենք ուզում, որ այն թույլ մնա, քանի որ այդ դեպքում չենք հասնի մեր ուզած արդյունքին։ Հնդիրը ճյուղը կոտրելը չէ։ Մենք պարզապես ուզում ենք բավարար ճնշում գործադրել, դժվարացնելու համար սննդարար հյութի հոսքը։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ մենք դա անում ենք։ Մենք սահմանափակում ենք սննդարար հյութի հոսքը, որը պատասխանատու է տերևների կողմից արտադրված շաքարները դեպի ծառի մնացած մասերը տեղափոխելու համար։ Դժվարացնելով այդ հոսքը, այդ շաքարները սկսում են կուտակվել ճնշող օղակի վերևում, եւ այդ կուտատումը ֆիզիոլոգիական արձագանք է առաջացնում ճյուղի այդ հատվածում։ Հենց դրա համար էլ այս տեխնիկան երկար տարիներ կիրառվել է որպես ծառի որոշակի ճյուղերի ծաղկումը խթանելու եւ պտղաբերությունը մեծացնելու միջոց։ Եթե այս տեխնիկան կիրառեք չափազանց վաղ կամ ոչ սեզոնին, ծառը կարող է ծաղկել այն ժամանակ, երբ պայմանները բարենպաստ չեն եւ դրանցից շատերը վերջում կթափվեն։ Ահա թե ինչու է այդքան կարևոր ճիշտ պահն ընտրելը։ Ամեն դեպքում, եթե չգիտեք, թե որն է ձեր պտղատու ծառի համար դա անելու իդեալական պահը, մի անհանգստացեք։ Գրեք ինձ մեկնաբանություններում, ասեք, թե ինչ պտղատու ծառ ունեք եւ որ երկրից եք դիտում ինձ, եւ ես մեծ սիրով կասեմ, թե որն է ձեր դեպքում այս տեխնիկան կիրառելու լավագույն ժամանակը։ Այդպիսով դուք կկարողանաք կիրառել ճիշտ ժամանակին եւ օգտագործել դրա ողջ ներուժը։
Դե ինչ, օղակման տեխնիկան արդեն պատրաստ է։ Այս պահից կարող ենք ճյուղը թողնել այնպես, ինչպես կա, եւ սպասել, որ ծառն անի իր գործը։ Բայց կա մի բան, որից շատ քչերն են օգտվում։ Քանի որ օղագումն արդեն արված է, սա լավագույն պահն է փորձելու այս նույն ճյուղից նոր պտղատու ծառ ստանալ։ Իսկ ինչպես դա ամեր։ Դե դա շատ ավելի պարզ է, քան թավուլա։ Առաջի բանը, որ պետք է անենք, լարից անմիջապես վերև մի քանի փոքր երկայնական կտրվածքներ անելն է։ Կարևորը, որ դրանք անենք վերևի հատվածում, քանի որ հենց այս գոտում ենք մենք ցանկանում խթանել նոր արմատների առաջացումը։ Պետք չէ շատ խորը կտրվածքներ հանեն։ Մեր միակ նպատակը կեղևը կամաց քերելն է, որպեսզի բացվի դրա տակ գտնվող շերտը կամ բիումը։ Հենց այդ հատվածից էլ հետագայում կսկսեն զարգանալ արմատները։ Եթե ճյուղն ավելի հաստ է, կարող եք մի քանի լրացուցիչ կտրվածք անել։ Իսկ եթե ավելի բարակ է, մի քանիսը բավական կլինի։ Կարևորն այն է, որ դրանք բաշխեք ամբողջ ճյուղի շուրջ, որպեսզի արմատներն ունենան մի քանի կետ, որտեղից կարող են սկսել զարգանալ։ Բոլոր կտրվածքներն անելուց հետո ամբողջ մակերեսին հալվե կգցենք։ Ես սովորաբար հալվե եմ օգտագործում, քանի որ այն օգնում է այս ամբողջ հատվածը լավ խոնավ պահել եւ ստեղծում է շատ բարենպաստ միջավայր, մինչ գործընթացը սկսվում է։ Հիմա մի պահ թողնենք այս ճյուղը եւ պատրաստվենք հաջորդ քայլին։ Եվ այստեղ կա մի մանրուք, որը շատերս սխալ են անում։ Նախքան հողախառնուրդը լցնել է, ես նախընտրում եմ նախ այն խոնավացնել։ Ինչու՞։ Որովհետև եթե այն լցնենք լիովին չոր վիճակում, շատ հեշտությամբ կարող են օդային գրպաններ առաջանալ կամ այնպիսի հատվածներ, որտեղ հողախառնուրդը չի հասնի ճյուղի ամբողջ մակերեսին։ Իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ արմատակալումը այնքան լավը չլինի, որքան ակնկալում ենք։ Այնպես որ մենք այն թեթևակի խոնավացնում ենք, մինչև դառնա համասեր, խոնավ, բայց ոչ ջրիկ։ Մինչ շատ վերցնում ենք միանգամյա օգտագործման բաժակ եւ վերևից ներքև երկայնական կտրվածք անում դրա վրա։ Սա մեզ թույլ կտա բացել այն եւ տեղադրել ճյուղի շուրջը առանց այն ծռելու կամ վնասելու։ Բաժակը տեղադրելուց հետո կամաց լցնում ենք այն խոնավ հողախառնուրդով։ Ավելացնելուն զուգընթաց մատներով շատ զգուշորեն սեղմում ենք հնարավոր օդային բացակները վերացնելու համար, բայց առանց այն չափից շատ խտացնելու։ Մեր միակ նպատակն այն է, որ այն ամբողջ հատվածը, որտեղ կտրվածքներ ենք արել, լիովին պատված լինի խոնավ հողախառնուրդով։ Եվ սա արդեն պատրաստ է, մեզ մնում է ընդամենը մեկ վերջին քայլ։ Հիմա մեզ անհրաժեշտ կլինի սև պոլիաթիլենային թաղանթ։ Իմ դեպքում ես կօգտագործեմ աղբի տոպրակի մի կտոր, քանի որ այն հիանալի է աշխատում եւ վստահ եմ, որ բոլորս էլ տանը դրանից ունենք։ Մեր անելիքը պարզապես բաժակը լիովին այս թաղանթով փաթաթելն է։ Իսկ ինչու ենք մենք դա անում։ Շատ պարզ է։ Մեր նպատակն է պահպանել խոնավությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կա ճյուղին նոր արմատներ առաջացնելու համար։ Որքան կայուն լինի այդ խոնավությունը, այնքան ավելի լավ կլինեն պայմանները արմատակալման հաջողության համար։ Այն ամրացնելու համար պարզապես կապում ենք ներքևի մասում եւ մեկ այլ կապ վերևի մասում։ Այստեղ ուրիշ բարդ բան չկա։ Կարևորն այն է, որ այն լավ փակված լինի, որպեսզի հողախառնուրդը հնարավորինս երկար պահպանի խոնավությունը։ Եվ վերջ։ Սրանով ամբողջ գործընթացն ավարտված է։ Այսուհետ խնամքը շատ պարզ է։ Ժամանակ առ ժամանակ մի փոքր բացեք վերին մասը եւ ստուգեք հողախառնուրդի խոնավությունը։ Եթե տեսնեք, որ այն սկսում է չորանալ, մի փոքր ջուր ավելացրեք, մինչև այն նորից խոնավանա եւ նորից փակեք պլաստիկը։ Ուրիշ ոչինչ անելու կարիք չկա։ Եվ վերջ։ Հիմա մնում է միայն սպասել։ Իմ դեպքում արդեն մոտ 2 ամիս է անցել եւ տեսեք արդյունքը։ Մի կողմից ծառն արդեն սկսում է արձագանքել ճնշող օղակին, խթանելով ծաղկումը եւ պատրաստվելով ավելի շատ պտուղ տալուն։ Իսկ մյուս կողմից մենք արդեն ունենք լիովին արմատակալած նոր կիտրոնենի։ Տեսեք, թե որքան արմատներ այն տվել։ Հենց դա էլ մենք փնտրում ենք։ Այստեղից մնում է միայն կտրել արմատակալած հատվածի տակից, առանձնացնել մայր բույսից եւ տեղափոխել ծաղկամանի մեջ։ Առաջի մի քանի օրվա ընթացքում խորհուրդ եմ տալիս այն պահել կիսաստվերոտ տեղում, որպեսզի կարողանա աստիճանաբար հարմարվել, մինչդեռ զարգացնում էի սեփական արմատային համակարգը։
Ահա եւ այս կոմպարս։ Միայն մեկ տեխնիկայի շնորհիվ մենք ստացանք ավելի շատ պտուղ եւ նոր կիտրոնենի։ Եթե ձեզ դուր եկավ, դրեք լայք, բաժանորդագրվեք եւ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։